30,000 քվեների տարբերության մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս խալմաղալի հետ կապված ստիպված եղավ հայտարարություն անել քվեարկած քվեաթերթիկների քանակի եւ ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի միջև 30,000-ի տարբերություն կա։ Ոմանք, ովքեր ըստ երևույթին նոր են ոտք դրել քաղաքական ասպարեզ եւ ընտրական process-ներին նոր են հաղորդակցվում, այդպես է ստացվել, ճակատագիր է, նոր են ծնվել, ասենք, այն ժամանակ ծնված չեն եղել, հիմի նոր, մեկ էլ հաշվել են, որ տարբերությունը 30,000 է, հիշում եք, 2,505,000 ընտրողներից, ըստ ցուցակների եւ այլն, ով է այս 30,000 տարբերությունը, այսինքն այս տարում որոշ քաղաքական ուժեր եւ իրենց իրավաբանները մտածում են, որ հնարավոր է 30,000 քվե գողանալ ուտել եւ ոչ ոք չտեսնի դա, լուրջ եք մտածում, ասենք 30,000-ը բաժանած 2,000 տեղամասի, ինչ է դա հնարավոր բան է, ամեն տեղամասում ինչքան է ստացվում, հնարավոր է ամեն տեղամասում այդքան քվե բան անել, պարտակել, վերջը կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացատրում է, որ ընտրողների մեջ մարդիկ կան, որոնց անուն ազգանունները չեն հրապարակվում, այսինքն ցուցակների մեջ ուզենակել չեք գտնի։ Դրանք կոչվում են փակ ցուցակներ, ովքեր են այդ մարդիկ, ժողովուրդ ջան։ Դրանք ժամկետային զինծառայողներն են նախ եւ առաջ, որոնց ցուցակները չպետք է հրապարակվեն։ Այդպես է, մեր երկրի օրենսդրությունը այդպիսին է։ Այստեղ ուրիշ խոսակցություններ կան, բան չի մնացածներին հրապարակվում, մարդու իրավունքների խախտում է, բան խոսել ենք այդ մասին։ Ուրեմն քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդիկ, ովքեր դատապարտված չեն, կալանավոր են եւ բանը, ինչ է անունը, իրենք նույնպես քվեարկում են։ Այդ թվերից, այսինքն զորով տեղը այս 30,000-ը հանեցին, բացահայտեցին որպես ժամկետային զինծառայողների թիվը մի քիչ գերազանցող թիվ, էլի։ Շնորհակալություն այն բոլոր խիստ այսպես կոչված մտահոգներին, որոնք ուզեցին, որ անպայման հրապարակավ հայտարարվի, որ ժամկետային զինծառայողների թիվը Հայաստանում մոտավորապես 30,000 է։ Մալադյաց, ապրեք, շատ շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։